Բայլույս ելի հայրենակիցներ, օրը Կիրակի է եւ ինչպես ամեն Կիրակի մենք պետք է զրուցենք։ Ուրեմն երեք մեր համագումարներ, գիտեք, օրենքով կուսակցությունները պետք է համագումար անցկացնեն եւ հաստատեն առաջին 30 համարները համամասնական ընտրական ցուցակի։ Բնականաբար ելույթներով մենք ներկայացրեցինք մեր կոնցեպտը, ինչու ենք մասնակցում ընտրություններին, ինչ տեքստերով, ինչ գաղափարական հենք է դրվում դրա տակ։ Արդյոք մենք մտնում ենք վարչապետական գզվրտոցի մեջ, թե չենք մտնում, դրա մասին նույնպես խոսեցինք, ես կբացեմ այս մի երկու թեմաները եւ ստացել եմ նամակներ, ուզում եմ նամակներին արձագանքել, բայց կարծում եմ շատ-շատերին կհուզի այն հարցերը, որոնք որ բարձրաձայնվում են։ Նամակներում գրված են, ուրեմն հիմնականում ողջևորված, որ շատ լավ է, որ որոշեցիք, վերջապես որոշում կայացրեցիք, որովհետև գիտեք, Լուսար Հայաստանը մինչև հիմա դիրքավորում չուներ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ։ Եվ այդ դիրքավորումը ըստ էության նոր է, գրեթե բոլոր ուժերը դիրքավորված են, բոլոր ընտրություններին մասնակցող ուժերը դիրքավորված են։ Բոլորին հայտնի է, թե բոլոր ուժերը ինչու են մասնակցում, ինչ են ասում, ով է իրանց վարչապետի թեկնածուն եւ այլն եւ այլն։ Եվ ուշադրություն։ Այս բոլորի մասնակցության թեման հայտնի լինելով հանդերձ ընտրողների հարցումներով, ընտրողների շուրջ 30%-ը, 30-40 որոշ դեպքերում 40, բայց ասում եմ 30, լավ, վերցնենք 30-ը։ Չի կողմնորոշվելու մնտրի, չի կողմնորոշվել։ Մեկ, երկրորդը, չի էլ որոշել կգնա ընտրության, թե չի գնա։ Այսինքն միլիոնից ավել մարդ Հայաստանի Հանրապետությունում չգիտի ում ընտրի մեկ ու չգիտի կգնա ընտրություններին, թե ոչ։ Ու այդ ֆոնի վրա, պատկերացրեք այդ ֆոնն է, այդ պահը քննարկենք, այսինքն 1 միլիոն մարդ բոլոր ուժերը հայտարարել են, որ իրանք մասնակցում են ով իրանց վարչապետի թեկնածուն, քանի շտաբ ունեն ամբողջ քաղաքները, գյուղերը, մարզերը, բաները, մայրուղիները, մեծ բաներներով ծածկված են, բոլորը կան, բայց 1 միլիոն մարդ չգիտի ում ընտրի։ Ինչու՞։ Որովհետև այդ 1 միլիոն մարդը այն ուժերը, որոնք որ մտել են process-ի մեջ, հայտ են ներկայացրել։ Դրանց մեջ չի տեսնում այն product-ը, որի համար ինքը պետք է գնա ընտրության։ Եվ չի գնալու ընտրության։ Կամ եթե անգամ որոշում ունի որ պետքա գնա, չի որոշի ում ընտրի, որովհետև այդ հայտերը, որ ներկայացվել են այդ ուժերի կողմից, այդ մեծ բաներները, որ դրվել են, որ ինչ կայք մտնում ես, ինչ որ մեկի նկարած, sense դմ բացվում է դեմը, sense ինչ որ Գագիկ Ծառուկյանն է, չգիտեմ, կամ բանն է, Ուժեղ Հայաստանն է, ով ունի, բանը Քոչարյանի պաստառներն է, Նիկոլանց սրտեր, սա կա 1 միլիոն մարդ, 1 միլիոն մարդ չի որոշել ում ընտրի, հա Քոչարյանց բաներ գովազդներն է 1 միլիոն մարդ չի որոշել ում ընտրի։ Այսինքն դուք քաղաքական ուժեր ձեր product-ները ներկայացրել եք ու 1 միլիոն մարդ դեռ չի որոշել որ ընտրի ու դեռ չի որոշել որ գնա ընտրական տեղամաս։ Այսինքն դուք ձեր ներկայացրած product-ներով ընտրողի սիրտը չեք շահել։ Այս ընտրողները չեն գալու ձեզ ընտրեն։ Եվ այդ ֆոնին մենք ասում ենք Լուսավոր Հայաստանը մտնում է ընտրական process-ի մեջ, չի մտնում ձեր վարչապետական գզվրտոցի մեջ, որովհետև կա, չէ, նեգատիվ բան կա, որ նեգատիվը ինչն է, որ բոլորը համաձայն են, որ պետք է իշխանությունը փոխվի, ընդդիմադիր դաշտում։ Բայց բոլորը համաձայն չեն, թե ումով փոխվի, ուշադիր։ Ով կգա իշխանության, այ դա բոլորն ասում են պետք է ես գամ, նա ասում է պետք չէ ես գամ, նա ասում է չէ անպայման ես, մենակ մեր տեխնացուն բան, ուտեղ Լուսավոր Հայաստանը մենք, ասում ենք Ժորժ ջան, մենք չենք մտնում այդ գզվրտոցի մեջ։ Եվ չենք ասում, որ մենք վարչապետի անպայման այս տեխնացուն ունենք։ Այ եթե ինքը չլինի, երկիրը կկործանվի։ Երկրաշարժ կլինի, բան հրդեհ կլինի, ջրհեղեղ, պատերազմ։ Մենք չենք ասում դա։ Մենք ասում ենք Ժորժ ջան, մենք չենք խաբելու ձեզ, սա պատգամավորական ընտրություններ են։ Մենք գնում ենք խորհրդարան։ Ժողովուրդը խորհրդանում պետքա մեր նման մարդիկ ունենա, որ իրանց շահերը եւ Հայաստանի Հանրապետության շահերը պատշաճ պաշտպանված լինեն։ A, այսինքն առաջինը։ B, երկրորդը, այսինքն Երբ որ խորհրդարանը կձևավորվի, այդ խորհրդարանում մենք դերակատարում կունենանք այդ ընտրական գործում, թե ով լինի վարչապետը, քանի որ ոչ մի ուժ չի կարա միաձայն իշխանություն ձևավորել։ Այդ ժամանակ այդ հարցը նոր կքննարկվի։ Ոչ մի ուժ միայնակ չի կարող ձևավորել իշխանություն։ Դեպաբար անիմաստ է այդ քննարկումը։ Բազմա ուժ իշխանությունն է պետք ձևավորել, ուրեմն։ Այս պարագայում մենք ասում ենք, մենք գտնում ենք, որ հանրապետության նախագահի պաշտոնում կարա մեր ազգային ինքնությունը պաշտպանող բարձր հեղինակության մարդ լինի, մենք առաջարկում ենք Միքայել Սրբազանին։ Մենք այդպես ենք տեսնում, մեր տեսլականն այդպիսին է, որի շուրջ կարա լինի կոնսենսուս ընդդիմադիր դաշտում։ Նայեք, վարչապետի տեխնացուի շուրջ կոնսենսուս չկա,
Նախագահի տեխնացուի շուրջ կոնսենսուս կարա լինի։ Եվ այս հարցը մենք ենք մտցրել օրակարգ։ Որովհետև նախագահի ինստիտուտը գործադիր ինստիտուտ չի, լծակներ չունի, եւ նախագահի ինստիտուտը գործում է հեղինակության վրա։ Եթե նախագահան օրինակ հեղինակություն չունի, փալասա, ոչ մի բան չի կարանի, չի կարա հակակշռի, փոխսպի, վերահսկի, ՍԴ-ի ազգային ժողովին հսկի, դատական իշխանությանը, եթե նախագահան հեղինակավոր մարդ է, ձեռը կխփի սեղանին իր հեղինակությամբ, ոչ թե սահմանադրական լիազորություններով, գզվրտոցը երկրում կդադարի։ Մեր տեսլականը սա է։ Ու երբ որ դա կլինի, երբ որ մենք կարողանանք հանգել այս կոնսենսուսին, վարչապետը ուղղակի մեկնավորը, որ գործադիր իշխանության ղեկավարը, այդ հարցը հեշտ կլուծվի, կորոշվի։ Հետաբար մենք չենք մտնում այդ գզվրտոցի մեջ։ Հիմա հետ գամ մեզ գրած հարցերին։ Մի 50 նամակ եմ ստացել, 4-5-ը գրելա, որ բայց դուք կարող եք ձայները, չգիտեմ, փոշիացնեք, դուք կարող եք չանցնեք։ Ժորժ ջան, նախ մենք ուսումնասիրություններ ունենք, մենք անցնում ենք։ Մենք ոչ մի բան չենք արել, չենք հայտարարել, որ ընտրություններին մասնակցելու ենք։ Այնքան էլեկտորալ հնարավորություն ունենք, որ եթե սկսում ենք, անցնում ենք։ Հիմա մենք արդեն սկսել ենք, ուրեմն անցնելու ենք։ Այս մեկ, այսինքն հենց մենք որոշենք, որ մենք մասնակցում ենք ընտրություններին, մեր անձեռնությունը փոխվում է։ Մինչև այդ մենք ոչ մի բան չենք որոշել։ Մենք միայն ասում ենք ընդդիմադիր դաշտում աշխատանք տանենք, որ մեծ կոնսոլիդացիա լինի, որը ընդդիմադիր ուժերի չմիավորման արդյունքում դա չի եղել, չեղավ դա, մինչև մեր հայտարարելը։ Հիմա երբ որ մենք տեսնում ենք, որ 30-40% մարդ, այս բոլոր ուժերը, որ հայտարարել են մասնակցում են, չի կողմնորոշվել ում գնա ընտրի, ու չի կողմնորոշվում, ում գնա ընտրի։ Ասում ենք ժողովուրդ ջան, ուրեմն պետք է մենք էլ մասնակցենք անպայման, մենք մեր մեջ ենք էլի դա քննարկել, որ մեր ընտրողին չթողնենք միայնակ, մեր ընտրողը ունենա պրոդուկտ, քաղաքական իրական պրոդուկտ, գնալ ընտրական տեղամաս եւ ընտրելու մեզ, սա մեկ, եւ երկրորդը, որ մենք պարտադիր այդ խորհրդանում ներկայացվածնենք, որ կարողանանք հակակշռող դերակատարում ունենալ։ Մենք չենք կարող մեծամասնություն լինել։ Ես չեմ կարող խաբել մարդկանց, ստել, ոնց որ հիմա ստում են շատ շատերը։ Բայց մենք կարող ենք ունենալ պատշաճ ներկայացվածություն խորհրդանում, որը բավարար կլինի ազդել այլանդակությունները կանխելու համար, կապ չունի որ ուժը այդ այլանդակությունը կանի, նախկինները թե ներկաները, եւ երկրորդ ազդել ապագա իշխանության ձևավորման վրա, որպես հակակշռող փոխսպող ուժ։ Մեր նախագահի տեխնացուով։ Մեր դերակատարումը սա է։ Դրա իրավա քաղաքական ոնց ասեմ, բանը, սոցիալ հոգեբանական նաև թեզը շատ կարևոր թեզ են առաջ քաշում, որը մեր Կարպիս Փաշոյանն է պատրաստել։ Ես ուզում եմ ձեր համար կարդալ։ Համերաշխություն ոչ միայն այսօր ապրողների, այլ նաև մահացածների եւ բոլոր նրանց հետ, որ դեռևս չեն ծնվել։ Ինչ է սա նշանակում։ Որ մենք առաջինը ամեն ինչ անելու ենք չուրանալ անցյալը եւ թույլ չենք տալու, որ ուրանալ անցյալը։ Անցյալի ուրացումը նշանակում է, որ մենք համերաշխ չենք մեր համար կռիվ տված զոհված մարդկանց հետ, ուրանում ենք Նժդեին, Մոնթեին, բոլոր ազատամարտիկներին եւ մեր զինվորներին, եթե համերաշխ չենք անցյալի հետ։ Այսօրվա ամբողջ քաղաքական ներկապնակը համերաշխ չի անցյալի հետ։ Բոլորը անցյալին վերաբերվում են բանով, սխալմունքի հիմքով։ Մենք ասում ենք, մենք այդ համերաշխությունը բերելու ենք անցյալի հետ։ Ցեղասպանության զոհերի, հա, եւ հաջորդ թեզը։ Այսօր ապրողների հետ համերաշխություն, այսինքն անցյալը անցյալ, բայց այսօր ապրողները ներկան են։ Ներկայի հետ կռիվ չտալ, ներկան կառուցել, ներկան զարգացնել, ներկան հզորացնել սրա մասին է։ Եվ երրորդ թեզը է մի նախադասության, եւ բոլոր նրանց հետ, ովքեր դեռևս չեն ծնվել համերաշխություն։ Սա ինչ է նշանակում սերի այնակիցներ, որ ինչ ենք մենք ժառանգում, ինչպիսի պետություն ենք ժառանգում, Արևմտյան Ադրբեջան, որտեղ Սևանը Գյոյքչայ, չգիտեմ ինչա, թե Հայաստանի Հանրապետություն։ Ինչ ենք մենք ժառանգում, զինանշան, որի վրա կա բիբլիական արած սարը Նոյան տապանով, որ միշտ եղել է, անգամ խորհրդային սոցիալիստական հանրապետության ժամանակ։ Թե այն ինչ որ ուզում են անեն։ Մենք ինչ ենք ժառանգում, ատոմակայան ունեցող ինքնիշխան սուվերեն երկիր, էներգետիկ ինքնիշխանություն ունեցող երկիր, թե ատոմակայանը փակողների խմբեր։ Ատոմակայանը փակողների խմբեր են կուտակված երկրում։ Մի մասը նախկին իշխանության ժամանակակայել էր որ ատոմակայանը փակվի, Եվրոպաներում չգիտեմ որտեղ է պարտավորություն է ստանձնել։ Մյուս մասներ հիմա թուրքերի եւ ադրբեջանցիների հետ է այդ բանի կոնցեպտի ջատագովը դարձել, բայց խափելով։ Խափում են որ մենք մոդուլային բան ենք ուզում ստեղծենք, որ այս ատոմակայանը փակեն, դրա մասին շատ ենք խոսացել։ Սրանք օրինակներ են մեզ ձեզ բերում։
Այսինքն մեր իրավաքաղաքական հենքը սա է համերաշխություն ոչ միայն այսօր ապրողների, այլ նաև մահացածների եւ բոլոր նրանց հետ, ովքեր դեռևս չեն ծնվել։ Ես ուղղակի այս կոնցեպտը բացում եմ ձեր համար։ Չկա որևէ քաղաքական ուժ, որ այս տեքստով մասնակցում է ընտրություններին։ Չկա որևէ քաղաքական ուժ, որ այս գաղափարական ապրանքը ձեզ ներկայացնում է։ Եվ այո 30-40% ընտրող չգիտի ում ընտրի։ Ու այս ֆոնի վրա մենք մտել ենք ընտրություններին, մարդիկ ասում են, ինչ որ մարդիկ էլի փոքրամասնություն, բայց պետքա նաև արձագանքել այդ փոքրամասնության։ Հիմա մարդիկ ովքեր ասում են, կեցեք, ապրեք, մենք ձեզ ենք ընտրելու, ես շնորհակալ եմ այդ մարդկանց արձագանքելու բան չունեմ։ Ես շնորհակալ եմ իրանց աջակցության համար, այդ աջակցությունը բազմապատկվելու է, հազարներ է դառնալու քարոզարշավի ընթացքում։ Բայց նրանք ովքեր հարց են բարձրացնում, բայց կարող է միգուցե դուք սխալ եք անում, բան ես նրանց եմ պատասխանում հիմա, որ իմանան ինչը է եւ ոնց է տեղի ունենում քաղաքական process-ը։ Եվ ինչ եմ ես խնդրում բոլորից, Ժորժ ջան, բոլորին խնդրում եմ աջակցել մեզ մեր մեդիա պրոդուկտը տարածելով։ Առաջի բանը դա է։ Շատերը գրում են, ինչ անենք հիմա ձեր համար։ Կարող եք ֆինանսական ներդրում ունենալ քարոզարշավում, որը կբազմապատկի մեր մեդիա պրոդուկտի տարածումը, գովազդային։ Բայց բացի ֆինանսականը, ել ինչ անենք ասում են ձեր համար։ Տարածեք այս նյութերը, խոսեք մարդկանց հետ, զրուցեք նրանց հետ, ասացեք, որ կա նման օրակարգով քաղաքական այս process-ում մասնակից ուժ, բարձա որ մեզ բոլորը գիտեն, դա բարձա, բայց process-ում այս օրակարգով մասնակցելու մասին մենք 3 ենք հայտարարել եւ բազմապատկեք դրա էֆեկտը 10-ը դարձրեք 100, 100-ը դարձրեք 1000, 1000-ը դարձրեք 10000, 10000-ը դարձրեք 100000, բազմապատկեք այս էֆեկտը, որովհետեւ եթե այս ճանապարհով մենք չգնանք, այն ինչ որ մենք հիմա անում ենք, ես ձեզ ասում եմ, խայտառակ բաներ են տեղի ունենալու։ Օրինակ 3 բացահայտվել է, որ քաղաքացիական պայմանագիրը հունիսի 8-ին հանրահավաքի ծանուցում է տվել 30000-անոց հանրահավաք է ուզում անի հունիսի 8-ին։ Այդ որ դեպքում են հանրահավաք անում։ Հաղթելու, դե պարտվելու։ Հետարքիր է, չէ՞։ Բայց հունիսի 8-ին հանրահավաքը հրավիրել քաղաքացիական պայմանագիրը։ Ուշադիր եղեք ժողովուրդ ջան, այս ամեն ինչը հենց այնպես չի տեղի ունենում։ Եվ պնդում եմ, որ քաղաքական հայտ ներկայացած քաղաքական ուժերը չեն կարողացել բավարարել ընտրողների պահանջմունքները։ 30-40% ուժ չգիտի գնա ընտրության թե չէ, չի որոշել ու չի որոշել որ ում ընտրի։ Դա համար այդ ընտրողի համար կա մեր առաջարկած ապրանքը, որ առաջարկում ենք ես, Կարպիս Փաշոյանը, Շուշան Ավագյանը եւ մեր ցուցակի մնացած падգամավորի տեխնացուները եւ մեր քաղաքական միավորի բոլոր ներկայացները, Գևորգ Գորգիսյանը, մեր բոլոր թիմակիցները։ Սա ես ուզում ձեզ ասեմ, սիրելի հայրենակիցներ։ Տարածեք եւ Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։